Ողջույն հարգելի ընկերներ, վաղուց այս ֆորմատով չենք հանդիպել, ձեզ շատ կարոտել եմ, նախ եկել եմ շնորհավորելու ձեր ամանորը եւ Սուրբ Ծնունդը, անցած տոները, եւ Հայաստանում ուրեմն այսպիսի մի բան կա ընդունված, որ մինչեւ ամսի 13-ը մենք կարող ենք միմյանց շնորհավորել, որովհետեւ ունենք հին տոմարով նաեւ նոր տարի։ Ինչևից է Անցնեմ բույն թեմային, եկել եմ նախ շնորհակալություն հայտնեմ Հայաստանի Հանրապետության մեծարգո վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանին, առ այն, որ պարոն վարչապետը ականջալուր եղավ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների բոլոր հորդորներին, պահանջներին եւ սկսեցինք եկեղեցու մաքրման ուրեմն բարեկարգման աշխատանքները։ Երկրորդը ցանկանում եմ մեծ շնորհակալություն հայտնել Տեր Արամին, Տեր Թադեին եւ Տեր Տարոնին անմիջապես ժողովրդին միանալու համար։ Ես անչափ շնորհակալ եմ, նրանք վտանգեցին թե սեփական կյանքը, թե սեփական կարիերան եւ միացան ժողովրդին։ Տեր Թադե, Տեր Արամ, Տեր Տարոն, ես ձեզ անչափ շնորհակալ եմ։ Հաջորդը ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն քահանաներին, բոլոր այն եպիսկոպոսներին, այն 10 եպիսկոպոսներին, բոլոր քահանաներին, ովքեր միացան ժողովրդին։ Ես իսկապես շատ ուրախ եմ եւ ցնծում եմ այսօր, որովհետեւ ես վստահ եմ, որ բոլորն են միանալու։ Հիմա խոսքս ցանկանում եմ ուղղել Կտրիչ Ներսիսյանին։ Գարեգին B. Արի էս հարավ, որովհետև այն ինչը քեզ ասելու եմ, դու մեծ օղ ես անելու, գցես ականջիդ։ Նախ սկսեմ այնտեղից, որ նստում եք ու սկսում եք գրել. Տարոն Չախոյան, դու ես։ Չգիտեմ, Ալեն Սիմոնյան, դու ես, չհասկացա։ Մեծ շոշափեք, իրական է, մեռա ասելով, իրական է, այ անասուններ։ Իրական է։ Ու ընդհանրապես ոչ մեկի գրած տեքստը չի դնում, դնում է միայն իր գրած տեքստերը եւ իր փաստահավաքները։ 1. Երկրորդ, Կտրիչ, այս ինչ նոր պլան ես մշակել։ Այդ քո մարջանիկիդ ընկերուհիներն են այդ նյութերը ինձ ուղարկում։ Այս քահանայի մասինա, որ երեք միացել է ժողովրդին։ Այս այն մի քահանայի մասինա, որ երեք միացել է ժողովրդին։ Այդ դուք դուխ չեք անում, դուք հանրայնացնեք, որոշել եք Նատալի օգտագործեք։ Նատալին ձեր նմաններին տանումացով ծառավ հետ է բերում։ Ու հանկարծ ձեզնից որևէ մեկը Կտրիչ, քեզնից սկսած հավաքում ես այսօր այդ չատլակներիդ, հերթովին ասում ես, որը որից հետո է։ Քեզնից սկսած որևէ մեկը փորձվի հանկարծ ինձ ինֆորմացիա ուղարկի, այն քահանաների, այն եպիսկոպոսների, այն ուրեմն արքեպիսկոպոսների մասին, ովքեր միացել են ժողովրդին, public Կտրիչ քեզ եմ խայտառակ անելու։ Լսեցիր, չհամարձակվես, մտքիդ ծայրով անցկացնես, որ այստեղ նստած է մի հատ կին, ում ուղեղը 10,000-ի տակ չի աշխատում, մտքիդ ծայրով չանցկացնես հանկարծ, վրայովդ կանցնեմ։ Ու բոլոր այն քահանաները, եպիսկոպոսները, արքեպիսկոպոսները, տերտերները, ովքեր միացել են ժողովրդին, բոլորը մշտապես լինելու են իմ աջակցության ներքո, որ մեկիդ փստին կանալում, իրանց մասին մի հատ ինֆորմացիա կարդացի առանց փաստի, ինձանից չեք նեղանում։ Հասկացաք։ Կոնկրետ լրատվականի տերերն են պատասխան տալու։ Ու այսօրվանից սկսած, այսօր իրիկունվանից սկսած, ոչ մեկից չեմ խնայելու բացարձակապես։ Մինչև երկուշաբթի երեկո բոլորը ժամանակ ունեն միանան ժողովրդին։ Միացակ կպաշտպանվեք, չմիացակ ձեր պրոբլեմն է։ Երկուշաբթի երեկոյան բոլորի դոսիեները հայտնվելու է իմ Telegram ալիքում։ Ձերսեք սկանդալները Վահագնի թաղամասից սկսած։ Այն որ տերտերների, պարտքի ցուցակների առաջնամասում են հարգելի թեմերի առաջնորդներ, գեղերում ձեր քահանաներն ու տերտերները, իսկ դուք Վահագնի թաղամասերում կայֆավատ եք հնում, կամ ձեր գործերն եք դասավորում, որ սկտիրվեք Հայաստանից։ Հանկարծ իրարից չնեղանանք։ Մինչև երկուշաբթի իրիկուն ժամանակ ունեք, կամ խելոք միանում եք ժողովրդին, կամ ես ձեր 7:40 անում եմ։ Հասկացանք իրար։ Կտրիչ, քեզ վերջին զգուշացում։ Փաստինքներիդ իմ տարածքից հավաքում ես։
Ձեր համար ես մի ժամանակ fake էի։ Տարոն Չախոյանի fake-ն էի, Ալեն Սիմոնյանի fake-ն էի։ Հիմա Նատալին դարձել է ձեր փրկիչը։ Չէ լուրջ։ Դու տենց մտածել ես, որ Նատալի կարաս օգտագործես, տո այ KGB-ի ագենտ Նատալին քո նման 650 հատ տանում է, ստեղ Մարմարայի ծով ծառավ հետ է բերում, համբալ։ Հասկացար ինչ եմ ասում։ Փաստինքներիդ իմ տարածքից հավաքում ես։ Սա քո վերջին զգուշացումն է։